Բարև ձեզ իմ շատ սիրելի ժողովուրդ, խոսում ենք նրան մասին, նուրը չափից ավելի օգտակար է յուրաքանչյուրի համար։ Հիմա, քանի որ նուրը ծաղկել է, նռենին ծաղկել է, մենք այն չենք կարող, նուր պատրաստի չունենք, ապա անպայման օգտագործում ենք նռան հենց տերևները, քանի իրենք մատყաշ են, նուրբ են, կարող ենք եւ չորացնել, եւ սարսափցիկում դնել, տարին 12 ամիս ունենալու համար, թեյ, որը անչափ առողջարար է եւ օգտակար։ Եվ բացի այդ, գիտեք, որ նուրը նաեւ խորհրդանիշ է երջանկության, առողջության եւ բազմացման։ Դրա համար, երբ ամուսնանում են զույգերը, նրանց նվիրում են կամ նուր, կամ իհարկե խփում են նուր կոտրելու համար եւ նրանից թափվում է 360 հատ նռան հատիկներ եւ այն բերում է նաեւ երջանկություն, եթե նռենին հենց բակում է եւ չի թողնում, որ բացասական էմոցիաներ եւ ընդհանրապես աուրան է լավանում եւ երջանկությունն է եւ բարգավաճումն է լավանում ընտանիքի եւ իհարկե տան։ Դրա համար նռան հիմա օգտագործում ենք նռան տերևները, իսկ եթե նուրը հասունանում է արդեն, պետք է օգտագործենք նուր, այն բուժում է սակավարյունությունը, այն իջեցնում է խոլեստերինի քանակը սրտի համար, ժողովուրդ ջան, սրտի համար չափից ավելի առողջարար է, եթե ունեք սրտի խնդիրներ, ուտում եք նուր, խմում եք նռան հյութ, բայց ասեմ, նռան կորիզները նույնպես առողջարար է, որովհետև նրա մեջ կա հանքանյութեր, եթերայուղեր, միկրոէլեմենտներ, որոնք չափից ավելի առողջարար են եւ ամենակարևորը ուզում եմ ասել, որ սակավարյունության եւ անոթների համար վիտամին C-ի հզոր քանակություն։ Այն ունի հակավիրուսային, հակաբորբոքային, հակավիրուսային հատկություն, պատկերացնում եք դրան գումարած եւ նաեւ մեր հայկական նուրը։ Պատկերացնում եք ինչ հրաշք է։ Հայկական Հայաստանի նռից կարելի ասել ամբողջ աշխարհը չկա։ Մանավանդ Ղարաբաղի նուրը, պատկերացրեք, բարակ կեղևներով, կեղևները չափից ավելի առողջարար են նրանով, եթե մարդու մոտ կա փորլուծություն, ապա խմում ենք նռան կեղևից պատրաստված թեյը, ընդ որում ընդհանրապես, եթե չորացած կեղև է կամ թարմ, պետք է 1-2 մոտավորապես 1 թեյի գթալի չափով լցնել ջրի մեջ, եռացած ջրի, եռման ջրի մեջ եւ խմել, կարգավորում է փորլուծությունը։ Իսկ եթե փորլուծություն է, ապա ուտում ենք նուրը եւ այն կարգավորում է փորլուծությունը վերացնելով։